Նրան տապանում հյուրընկալել եմ Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանին։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը այս երկու օրերի ընթացքում, որ թափվում է մեր գլխին, ավելին եվրոպական դիտորդական առաքելությունը բարեկություն իրականացրեց, հայտարարեց, որ իրավիճակը սահմանին հանգիստ է, արտառոց ոչինչ չկա, եւ այս ամենը հետևում է, այսպես ասած, խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների ավարտին, համաձայնեցված կետերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո հիմա ինչ վերլուծություն ունեք Ալիևյան ռեժիմի այս գործելավոճը ինչի մասին է, տրամաբանական բացատրություն կա այս ամենին։ Իհարկե կա, տրամաբանական բացատրությունը հենց նրանում է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը շահագրգռված չեն, որ Եվրոպական միության դիտորդները գտնվեն հայ-ադրբեջանական սահմանին, եւ սա ակնհայտ է եւ ամենակարևոր ցուցիչը, որ մենք տեսնում ենք, ամենակարևոր վկայությունը այդ կառույցի, այդ ուրեմն առաքելության էֆեկտիվության հենց նախորդ օրը արձանագրված փաստն է, երբ որ դիտորդները գնում են եւ ամբողջ սահմանի լայնքով ուսումնասիրում են եւ տեսնում են, որ հայկական կողմից որևէ շարժ չկա եւ իլուր աշխարհի հայտարարում են, որ Հայաստանի կողմից ամեն ինչ հանգիստ է եւ որևէ վտանգ չեն տեսնում Ադրբեջանի ուրեմն նկատմամբ, իսկ սա ուղղակի խախտում է Ադրբեջանի պլանները։ Այսինքն ամեն անգամ, երբ որ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի կողմից հնչել են գրակոծներ, այսինքն ընդհանրապես այդ անզեն դիտորդների ուրեմն բարեկային ծառայության բարեկության շնորհիվ հերկվում է ադրբեջանական այդ նարատիվը Հայաստանի Ադրբեջանի դեմ գործողությունների վերաբերյալ։ Եվ այս պարագայում ինձ համար շատ ավելի, գիտեք, մեծ վտանգ է այն, որ մենք որոշել ենք ի վերջո կամ համաձայնել ենք ըստ ուրեմն արվող հայտարարությունների, որ մենք պատրաստ ենք ի վերջո հրաժարվել այդ դիտորդական առաքելության ծառայությունից պայմանագրում Ադրբեջանի ստորագրության դիմաց։ Ինչը ինձ համար որևէ երաշխիք չի, որ Ադրբեջանը նույնպես չի ուրեմն շարունակելու իր ագրեսիվ գործողություններ անգամ ստորագրած պայմանագրի պայմաններում։ Չնայած ես շատ փորձագետներից, մեր գործընկերներից լսել եմ, որ ըստ էության այդ պայմանագիրը ավելի մեծ ուժ ունի եւ ավելի մեծ երաշխիք է, քան որևէ այլ գործընթաց եւ ըստ էության պայմանագրի ստորագրության պարագայում Ադրբեջանը մի փոքր ավելի զգույշ կգտնվի եւ չի փորձի խախտել ուրեմն հրադադարի ռեժիմը կամ նոր ագրեսիայի դիմել, բայց ես չեմ հավատում Ադրբեջանին, որովհետեւ մենք նախորդ տարիներ մեր փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ուղղակի պայմանագրունակ չի։ Պարոն Խաչատրյան, այս գրակոծները, այսինքն պահանջ են հենց հիմա հրաժարվելու դիտորդական առաքելությունից։ Մենք գիտենք, որ համաձայնեցումը այդ երկու կետերի ենթադրում է պայմանագրի ստորագրումից հետո դիտորդներից հրաժարում։ Հիմա եթե այսպես ինտենսիվ սկսել են աշխատել դիտորդների դեմ ձեր խոսքից ելնելով, սա նշանակում է, որ հենց այս պահին են իրենք պահանջում հրաժարվել դիտորդներից։ Իմ ասածից ճիշտն ասած դա չէր բխում, ես գիտեք ավելի կդիտարկեի այդ հայտարարությունները Ադրբեջանի կողմից եկող քաղաքական համատեքստում, այսինքն որքանով հասկանում ենք միջազգային ճնշումն է ուժեղանում Ադրբեջանի նկատմամբ, այն պարագայում, երբ որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն հայտարարել են, որ պայմանագրի վերաբերյալ համաձայնության են եկել եւ ըստ էության ուրեմն պայմանագրի նախնական տեքստը պատրաստ է եւ այլևս քննարկելու բան չունեն, սա Ադրբեջանի կողմից ուրեմն միջոց է, որով ինքը կարողանում է հետաձգել պայմանագրի ստորագրությունը, այսինքն ամեն անգամ ասելով, որ չէ դեռ Հայաստանը չի հանդարտվել եւ այս պահին վաղ է խոսել ուրեմն փաստաթղթի ստորագրման մասին։ Ես այս տեսանկյունից եմ նայում, այսինքն այս հայտարարությունները ոչ թե ուղղված են անմիջականորեն եվրոպական առաքելության ուրեմն դուրս բերելուն, այլ ուղղված են Հայաստանին որպես ագրեսիվ դերակատար ներկայացնելուն։ Հիմա այս համաձայնեցումը կետերի Հայաստանի
դիրքորոշումը տարբեր գնահատականների արժանացավ Ալիևի պահանջների բավարարումից մինչև այդ կապիտուլյացիա։ Դուք ինչպես եք գնահատում, մենք զիջեցինք այս երկու կետերին համաձայնելով կամ դուք ոնց կբնութագրեք։ Դժվար է, ես գիտեք պատրաստ եմ մի քանի մոդելներ դիտարկել եւ ցավոք սրտի տեղեկատվության սղության պատճառով ինձ դժվար է հստակ ասել, թե մոդելներից որն է իրականում գործում եւ որ մոդելի շրջանակներում է իրականությունը տեղավորվում, բայց մոդել համար մեկը կայանում է նրանում, որ Հայաստանը նման հնարքով փորձում է ասել, որ ցանկացած պահանջին պատրաստ ենք, ցանկացած ադրբեջանական պահանջ մենք պատրաստ ենք կատարելու, ինչով Ադրբեջանին փորձում է դնել մի իրավիճակում, երբ որ Ադրբեջանը ուղղակի ստիպված կլինի պայմանագիրը ստորագրելու, որովհետև ըստ էության ամենախնդրահարույց անգամ կետերի վերաբերյալ Հայաստանը պատրաստ է գնալ զիջումների։ Սա մի մոդելն է, որը վիճելի մոդել է, բայց ամեն դեպքում այս մոդելը քննարկվում է եւ փորձագիտական շրջանակներում այս ուրեմն կարծիքը հնչում է։ Այսինքն այդ սցենարը գոյություն ունենալու իրավունք ունի։ Մյուս մոդելը կայանում է նրանում, որ Հայաստանը իրոք շահագրգռված է, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանը շատ շահագրգռված է եւ այս պարագայում Հայաստանը երևի այն կողմն է, որ առավել մեծ շահագրգռվածություն ունի ունենալ Ադրբեջանի այդ ստորագրված պայմանագիր, խաղաղության ուրեմն համաձայնագիր, որովհետեւ կա բազմաթիվ տարեր, առաջի տարը գալիք ընտրություններն են, երկրորդ տարը իրոք անվտանգայինն է, երրորդ տարը Հայաստանի ապաշրջափակումն է, այսինքն մենք որպես պետություն իրականում շատ ավելի շահագրգռված ենք ունենալ լուծված այս հայ-ադրբեջանական խնդիրը, նաև էլի խոսքը գնում է հայ-թուրքական հարաբերությունների մասին եւ սա ամեն դեպքում պետք է նաև այդ համատեքստում, ընդհանուր համատեքստում դիտարկենք, եւ այս պարագայում Հայաստանի շահագրգռվածությունը բերում է նրան, որ մենք ըստ էության համաձայնում ենք բոլոր ուրեմն պայմաններին եւ բացի նրանից, որ մենք ցույց ենք տալիս ամբողջ աշխարհին մեր Հայաստանի շահագրգռվածությունը ստորագրելուաշնական պայմանագիրը եւ ավարտին հասցնել այս գործընթացը, իրական է այս շահագրգռվածությունը, այսինքն ոչ թե սա ինչ-որ տեսանելիություն ստեղծելու նպատակ ունի, այլ իրոք Հայաստանը շահագրգռվածություն ունի, սա էլ մոդելներից երկրորդն է։ Էլի բավականին իմ ընկալմամբ խոցելի վիճակում է դնում Հայաստանին եւ ես չեմ հավատում իրականում, որ այս փաստաթղթի տակ դրված ստորագրությունը որևէ կերպ կանխելու են Ադրբեջանի հետագա ագրեսիվ գործողությունները եւ սահմանազատումը տեղի կունենա այնպես ինչպես մենք ենք պատկերացնում եւ այստեղ գիտեք բազմաթիվ տարեր կան, ասում սկսած Արցախայության իրավունքների հետ կապված հարցերից, որ Հայաստանը ըստ էության հրաժարվում է այդ հայցերից, ինձ համար վտանգավոր է հենց նույն մարդու իրավունքների տեսանկյունից, որովհետև մենք հակադրվում ենք այդ միջազգային իրավունքի տրամաբանությանը, հա, մենք ընդամենը 1 տարի առաջ տենց մեծ բանովոգեվորությամբ խոսում ենք նրա մասին, որ Հայաստանը ընդունեց Հռոմի ստատուտը, ընդհանրենք, եւ ըստ էության Հռոմի ստատուտի տրամաբանությունը կայանում է հենց նրանում, որ մենք որպես պետություն պարտավորվում ենք այդ արժեքային համակարգի մեջ տեղավորվել, այսինքն այդ արժեքներով առաջնորդվել եւ հրաժարվել է այդ արժեքներից եւ բերում է նրան, որ Հայաստանը մի փոքր երևի ավելի անլուրջ պետություն է դիտարկվում, հա, որովհետեւ միջազգային քրեական դատարանը ինձ թվում է ենթադրում էր, որ պետքա ուրեմն հայցեր գան Հայաստանից, դիմումներ լինեն Հայաստանից եւ այդ գործընթացը պետքա ուրեմն գիտեք շահագրգռի Հայաստանին, որպեսզի իր քաղաքացիների կամ արցախահայության իրավունքները առաջ տանի տարվեն այս միջոցով։ Հայաստանը ըստ էության այս ուղղությամբ ոչինչ չարեց կամ ինձ թվում է հենց քրեական դատարանի ուղղությամբ ոչինչ չարեց։ Միգուցե ՄԱԿ-ի միջազգային դատարանի ուղղությամբ որևէ քայլեր, որոշ քայլեր գիտեմ, որ իրականացվել էին եւ հիմա շատ գիտեք տխուր է ինձ համար, որ մենք պատրաստ ենք նոր այդ բոլոր հայցերը հետ գալ։ Այս թեմային քանի որ անդրադարձակ, մեկ հարց սրա շրջանակներում, սա նշանակում է, որ մենք իրավական այս գործիքից հրաժարվելով մենք փակում ենք նաև գերիների հնարավոր վերադարձի հնարավորությունը։
Որքանով ես հասկանում եմ Հայաստանի իշխանության համար կամ իշխանական տողակների համար մեկը մյուսի հետ կապ չունեն։ Այսինքն նրանք դիտարկում են այդ գերիների վերադարձը ավելի շուտ քաղաքական գործընթացի, բանակցային գործընթացի որպես ուրեմն process-ի արդյունք, այսինքն միջազգային, տեսեք, բավականին լուրջ ճնշումներ կան եվրոպական հանձնաժողովից, էլի վերջերս եղավ բավականին խիստ հայտարարություն Միացյալ Նահանգներից, հնչեց հայտարարություն եւ կոչեր Ադրբեջանին անհապաղ ուրեմն պահվող անձանց ուրեմն ազատ արձակելու ավելի շուտ ես կարծում եմ որ իրանք այս մոդելի մեջ են դիտարկում ոչ թե իրավական գործընթացով, այսինքն քաղաքական գործընթացի արդյունքում հասնել այդ մեր բոլոր գերիների եւ պահվող անձանց վերադարձին։ Գիտեք, ինչը ինձ համար էլի մի փոքր վիճելի բանա մոտեցումը, որովհետեւ անգամ եթե իդեալական աշխարհում մենք պատկերացնենք, որ այդ պայմանագրով հայ-ադրբեջանական պայմանագրով մենք հասնում ենք այտենց ինչ-որ իդիլիայի, երբ որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այլևս դադարում են այդ խնդիրները գոյություն ունենալ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը այլևս երբեք ու համենայն դեպս տեսանելի ապագայում այլևս երբեք չեն դիմի ուրեմն ռազմական ուժի, որպեսզի իրենց միջև ցակած խնդիրները լուծելուն, անգամ այս պարագայում շատ կարևոր է այդ դատական ուրեմն որոշումները եւ վճիռները, որպեսզի այլևս չկրկնվեն նման դեպքեր։ Օրինակ միջազգային փորձը ասում է նրա մասին, որ այդ անցումային արդարադատության գործընթացը, երբ որ հետ կոնֆլիկտային պետություններում նման գործընթաց իրականացվում է, շատ կարևոր է, որպեսզի պատասխանատվության բերեն բոլոր մեղավորներին, ովքեր որ մարդկության դեմ հանցագործություններ են արել, պատերազմական հանցագործություններ են արել, որպեսզի հետագայում դա չկրկնվի։ Հիշում ենք ընդհանրենք այդ Միլոշևիչի դեպքը, երբ որ մարդիկ եղել են, որոնք իրոք մարդկության դեմ հանցագործություններ են արել, խոշտանգել են գերիներին, խոշտանգել են քաղաքացիական բնակչությանը եւ ես կարծում եմ, որ նման ուրեմն գործողությունները անպատիժ չպետք է մնան, որովհետեւ դրանց անպատիժ թողելը ձևավորում է անպատժելիության մթնոլորտ եւ ցանկացած պարագայում կողմերը պատրաստ են դիմել նմանատիպ ուրեմն սադրանքներ եւ նմանատիպ վճռագործությունների։ Այնինչ մենք չենք անում է Ադրբեջանը ըստ էության նորից խոսելով ինչ որ ռազմական հանցագործություններ թույլ տված մարդկանց։ Այո։ Եվ գիտեք, սա ամենամեծ խնդիրն է։ Ցավոք սրտի մեր փորձը մեզ ցույց է տալիս եւ ինձ զարմացնում է, որ մենք սա անտեսում ենք, որ Ադրբեջանը նորանոր պահանջներով է հանդես գալու։ Հիմա էլի, եթե դիտարկենք այն մոդելի մեջ, որ մենք մեզանում կա այդ գիտակցությունը, որ այդ գիտակցումը, որ Ադրբեջանը նոր պահանջներով պետք է հանդես գա, ամեն դեպքում մենք էլի խոսում ենք նրա մասին, որ մենք պատրաստ ենք ամեն եղանակով, ամեն միջոցով հասնել այդ խաղաղության համաձայնագրին, այս շատ հարցեր ուղղակի բաց են մնում, որովհետև գալու է նոր պահանջներ Ադրբեջանից, հա, շատ դեպքերում այդ բոլորս էլ հասկանում ենք, որ այդ պահանջները ներառված չեն բուն փաստաթղթում եւ մեզ միշտ ասել են այո, բայց այո, մենք պատրաստ ենք, բայց պետք է Հայաստանը փոխի սահմանադրությունը, այո, մենք պատրաստ ենք, բայց Հայաստանը պետք է հրաժարվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբից, այո, մենք պատրաստ ենք, բայց Հայաստանը պետք է մեզ հանձնի բոլոր ուրեմն այդ Արցախյան բանի պատերազմի ժամանակ այսպես կոչված ռազմական հանցագործներին, այո, մենք պատրաստ ենք, բայց Հայաստանը չպետք է զինվի, այո, մենք պատրաստ ենք, Հայաստանը պետք է իր զենքը վերադարձնի Ֆրանսիային եւ այլն, եւ այս բանի տարափը, որ մենք այդ պահանջներից ստանում ենք, եւ իդեպ սրանք շատ համահունչ են Ռուսաստանից հնչող պահանջներին եւ պետք է մենք սա էլ չանտեսենք, որովհետեւ գիտեք անհնար է այս պարագայում մտածել, որ Ռուսաստանը տենց ուղղակի հանգիստ նստելու է եւ թույլ է տալու, որպեսզի Ադրբեջանը եւ Հայաստանը անգամ եթե այդ տեսանկյունից դիտարկենք, որ Ադրբեջանի կողմից կա կամք ինչ որ փաստաթուղթ ստորագրելու, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը փորձելու է անպայման ազդեցություն ունենալ այստեղ եւ դիմելու է բոլոր սադրանքներին։ Այդ սադրանքների մի մասը լինելու են նույն Ադրբեջանի միջոցով, այդ սադրանքների մի մասը լինելու են քաղաքական ինչ-որ մեխանիզմների միջոցով, այսինքն սա էլ պետք է մենք հաշվի առնենք։ Եվ այս պարագայում բացի այդ նաև չմոռանանք նշել, որ
այդ турբուլենտ աշխարհը, հա, ընդհանրենք մենք տեսնում ենք աշխարհի տարբեր անկյուններում տարբեր զանազան գործընթացներ են տեղի ունենում, նաև կոնֆլիկտի հետ կապված հիմա շատ ակտիվացել է Իսրայելա-Իրանյան ուրեմն խնդիրը, Միացյալ Նահանգներ Իրան, հա, ուղղակիորեն արդեն Միացյալ Նահանգները Իրանի դեմ ուղղված գործողություններ են սկսել անգամ ռազմական այդ հուսիտներին նկատմամբ ուրեմն տեղի ունեցող գործընթացը ուղղակիորեն արդեն առնչվում է Իրանի հետ եւ այս պարագայում ակնհայտ է, որ այս բոլոր գործընթացները ազդեցություն են ունենալու մեր տարածաշրջանի վրա եւ այս պարագայում շատ դժվար է նաեւ պատկերացնել Ադրբեջանը ինչ դիրք զբաղեցնելու, որ ընդհանրենք Իրանի դեմ գործողություններ սկսեն, միանշանակ է, որ Ադրբեջանը փորձելու է այդ հնարավորությունից օգտվել եւ Միացյալ Նահանգների հետ ուրեմն սերտացնել եւ գործարքի գնալ, հա, եւ դարձնել Ադրբեջանը ինչ որտեղ պլացդարմ գործողությունների համար հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները եւ այդ իսրայելական լոբին Ադրբեջանին դարձնել Միացյալ Նահանգների վստահելի գործընկեր, շատ դժվար է նաև կանխատեսել, թե այս զարգացումները ինչ ազդեցություն են ունենալու մեր տարածաշրջանի գործընթացների վրա, եւ անգամ եթե այս փաստաթուղթը ստորագրված լինի, դուք պատկերացրեք, եթե նման հնարավորություն Ադրբեջանը ունենա, արդյոք չի օգտվելու այդ հնարավորությունից։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Դուք Ռուսաստանին անդրադարձաք, բայց ես կխնդրեմ նաև անդրադառնաք Թուրքիայի դերակատարությանը, այդ երկրի իշխող կուսակցության խոսնակը հայտարարել է, որ գոհ են ձեռք բերված համաձայնությունից, բայց Հայաստանի սահմանադրության որոշ օրենքներ պետք է հոդվածներ փոփոխվեն, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ, ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը անգործության էր մատնված, այսինքն ըստ էության կրկնում են ադրբեջանական այդ թեզերը։ Հիմա Թուրքիայի դերակատարությունը ինչպիսին էր եւ նաեւ տեսակետներ կան, որ այս համաձայնությունը ձեռք բերվեց նաեւ Թուրքիայի ազդեցությամբ ուղիղ Ադրբեջանի վրա, որովհետեւ Հայաստան-Թուրքիա գտնվում էին ինտենսիվ շփման մեջ։ Դրա մասին մի փոքր ես խոսեցի, բայց չբացեցի թեման Թուրքիայի հետ կապված մասը, ասեցի, որ հայ-թուրքական նաեւ հարաբերություններն են այստեղ կարեւոր։ Իրականում ճիշտ եք, տենց վարկած կա, որ նաև այս գործընթացը շատ պայմանավորված է հայ-թուրքական ուրեմն գործընթացներով եւ կա վարկած, որ Թուրքիան է նաև փորձում ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը մի փոքր ավելի արագացնի գործընթացը։ Սա էլ գիտեք միանշանակ դժվար է վերլուծել էլի տեղեկատվության սղության պատճառով, որովհետև պետք է հասկանանք, թե ինչ գործոններ են, ինչ գործոններ կան արտաքին, որոնք կարող են ազդեցություն ունենալ Թուրքիայում կայացվող որոշումների վրա։ Այսինքն մի կողմից մենք հասկանում ենք, որ հավանաբար կա ճնշում Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի նկատմամբ, կա Եվրոպական միության կողմից ճնշումներ Թուրքիայի նկատմամբ, Թուրքիայի շահագրգռվածությունը դառնալ է եվրոպական նոր ձևավորվող անվտանգային ուրեմն կառույցի մաս, Թուրքիայի ձգտումները ունենալ ավելի բարենպաստ պայմաններ Միացյալ Նահանգների հետ, այսինքն չափազանց մեծ են, այսինքն անկանխատեսելիությունները եւ դժվար ասել, թե որ գործոնն ավելի ազդեցություն ունենում Թուրքիայի
կողմից կամ Թուրքիայի ուրեմն որոշում կայացնողների կողմից որոշումների կայացման վրա եւ այս տեսանկյունից նաեւ պետք է հասկանանք թե Թուրքիան որպես դերակատար ինչ ագրգռվածություն ունի օրինակ նույն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուրեմն տեսանկյունից եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման տեսանկյունից սրա մասին մենք բազմիցս խոսել ենք որ այս պարագայում էլի Հայաստանն այն դերակատարը ավելի շահագրգռված է ուրեմն բարելավել հայ-թուրքական հարաբերությունները եւ նաեւ իզոլացիայից անել Հայաստանը, հա, որովհետեւ ըստ էության մենք ունենք 4 սահման, որից 2-ը ուղղակի փակված են եւ ըստ էության Հայաստանը շնչելու հնարավորություն համարը չի ունենում։ Եվ այս պարագայում էլի եւս մեկ անգամ պետք է ասենք, որ մենք ենք շահագրգռված, բայց նաեւ կան ճնշումներ Թուրքիայի նկատմամբ եւ պետք է հասկանանք թե ինչ կառաջարկեն Թուրքիան եւ Թուրքիան ինչ ունի առաջարկելու նույն Եվրոպական միությանը եւ Միացյալ Նահանգներին եւ թե այս ճնշումները ինչքան կգնան եւ ինչքան ազդեցություն կունենան Թուրքիայի վերջնական որոշման վրա։ Բայց այս պահին, եթե փոքր ավելի գանք այս ռեալ պոլիտիկի ուրեմն մոտեցմանը, այս պարագայում մենք փաստացի լսում ենք կրկնությունը ադրբեջանական նարատիվներ, այսինքն Թուրքիան ուղղակի կրկնում է այն ինչ որ հայտարարում են Բաքվից։ Սա էլ մենք պետք է հաշվի առնենք, որ Թուրքիան էլ բավականին մեծ շահագրգռվածություն ունի պահել տարածաշրջանը իր ազդեցության գոտում, հատկապես հասկանալով Ռուսաստանի դերի նվազեցումը, Ռուսաստանը դադարում է ըստ էության ուկրաինական ուրեմն պատերազմի ֆոնին դադարում է լինել այն դերակատարը, որը ազդեցություն է ունենում մեծ աշխարհաքաղաքական գործընթացների վրա, իսկ Սիրիայի իրողությունները ցույց տվեցին, որ բավականին աճում է Թուրքիայի դերը եւ Թուրքիայի կշիռն է մեծանում տարածաշրջանում եւ այս պարագայում ակնհայտ է, որ Թուրքիան ունի շահագրգռվածությունը եւ այս համատեքստում շատ կարեւոր եմ ուրեմն գտնում նշել նաեւ որ այն գլոբալի պլանի ժամանակ այբ որ խոսում ենք այս վերջերս Միացյալ Նահանգների պետդեպի գաղտնազարդված փաստաթղթերում մենք տեսնում ենք որ Թուրքիան ա եղել ուրեմն հեղինակը այդ Սյունիքի եւ Հայաստանի ուրեմն հարավի վերաբերյալ բանակցությունների որին մասնակցել են ուրեմն Հայաստանի երկրորդ նախագահը եւ Ադրբեջանի ուրեմն նախորդ նախագահը ինչը ցույց է տալիս Թուրքիայի ուղղակի շահագրգռվածությունը ունենալ ազդեցություն այս տարածաշրջանի վրա եւ Թուրքիայի նկարտումները Հայաստանի ուրեմն հարավի ուղղությամբ եւ սա ինձ համար գիտեք կարեւոր գործոն է որ մենք չպետք է անտեսենք Թուրքիայի ուրեմն հետաքրքրությունները եւ շահերը այս տարածաշրջանում եւ Թուրքիայի այդպես մեծ ավելի իմպերիալիստական նկարտումները եւ բայց սա չի նշանակում որ մենք պետքա գիտեք փակենք մեզ իզոլացվենք Թուրքիայից եւ հաշվի առնելով այս գործոնները ուղղակի բանանենք, հա, փորձենք զրոյի հասցնենք Թուրքիայի հետ հարաբերությունները, որովհետև երկարաժամկետ տեսանկյունից Թուրքիայի հետ սահմանի բացումը նաև մեզ համար մուտք է եւ ելք է դեպի Եվրոպական միություն ծովով դեպի Եվրոպական միություն սա էլ պետք է հաշվի առնենք եւ սա էլ շատ կարեւոր գործոն է հատկապես հաշվի առնելով որ շատ դժվար է կանխատեսել վրացական ուրեմն դաշտում տեղի ունեցող գործընթացները թե ինչ ուրեմն զարգացումներ կունենանք Վրաստանում որովհետեւ մեզ համար մեր աշխարհագրությունը ուղղակի մեզ ստիպում է այս բոլոր գործընթացներին ուշով հետևենք որպեսզի հասկանանք որտեղից է ի վերջո լինելու մեր ելք ու մուտքը դեպի ուրեմն ժողովրդավար աշխարհ, հա, որովհետև այս կողմ մի քիչ ունենք, հա, ընդհանրեն քիչ թե շատ Իրան եւ արաբական աշխարհ, ու քիչ թե շատ բաց է այդ հնարավորությունները, բայց ավելի ուրեմն դեպի արևմուտք բավականին սահմանափակ ուրեմն հնարավորություն ունենք եւ ի դեպ սա էլ շատ հաճախ մեր եվրոպական գործընկերները բերում են որպես խոչընդոտ Հայաստանի այդ եվրոպական գործընթացների մասին երբ որ քննարկումները գնում են ասում են ախր ձեր աշխարհագրությունը շատ բան է մեծ դեր է ունենում այս ձեր գործընթացների վրա ու իրոք դա ազդեցություն ունի ես չեմ խոսում նրա մասին որ սա նվազեցնում է մեր եվրոպական գործընկերների մոտիվացիան եւ շահագրգռվածությունը շարունակել Հայաստանի հետ սերտացման այդ քաղաքականությունը մերձեցման քաղաքականությունը, բայց ամեն դեպքում այս գործոնը շատ հաճախ բերվում է որպես խոչընդոտ։
Պարոն Խաչատրյան, Թուրքիայից Եվրոպական միության կամ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ակնկալիքները դրանք նույնական են թե տարբեր են, հաշվի առնելով որ Թրամփի վարչակազմը եկել է, կան արդեն հակասություններ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Ես կարծում եմ տարբեր են։ Ես կարծում եմ տարբեր են եւ ես կարծում եմ սա շատ նաեւ կախված է լինելու հատկապես Թրամփի վարչակազմի պարագայում շատ դժվար է կանխատեսել թե իրականում ինչ սպասել եւ ինչ զարգացումներ կլինեն, որովհետեւ համենայն դեպս էս պայդրությամբ մենք չենք կարող ասել, որ կա ինտենսիվ երկխոսություն Միացյալ Նահանգների ԱՄՆ-ի եւ համենայն դեպս Թրամփի վարչակազմի եւ Թուրքիայի միջեւ։ Այսինքն սա ինչ որ մի հատ գործընթաց է, որը բազմաթիվ անհայտներ ունի, հա, եւ մենք պետք է հասկանանք, թե ի վերջո այս գործընթացում ինչ դիրք են զբաղեցնելու Միացյալ Նահանգները եւ Թուրքիան։ Այս պարագայում մի փոքր ավելի, գիտեք, բանա, պետք է էլի հաշվի առնենք, որ Թուրքիան ամեն դեպքում ունի ազատ հետառևտրի հնարավորություն Եվրոպական միության հետ, սա այսինքն դաշտ է, որը մեզ հնարավորություն է տալիս էլի մուտք ունենալ դեպի ազատ եվրոպական շուկայական գոտի, սա է երևի այս տեսանկյունից կարելի է նայել այդ Թուրքիայի հետ կապված process-ները, թե ինչ դրսևորում եւ ինչ կոնկրետ դրսևորում կստանա Թուրքիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում, ինձ համար բավականին դժվար է կանխատեսել։ Ամփոփենք, պարոն Խաչատրյան, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի այդ հեռախոսազրույցը Հիկմետ Հաջիևի հետ մեջբերում անեմ, ասում եմ, այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանն ավելի բարգավաճ եւ անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Ինչ է ստացվում Թրամփի վարչակազմը իսկապես հետաքրքրված է տարածաշրջանով եւ այն կանխատեսումները, որ Թրամփի վարչակազմը այս տարածաշրջանի հետ կապված ժամանակ չի ունենա կամ բավարար հետաքրքրություն չի ունենա, այդքան էլ արդարացված չեն եւ կարծիք կա, որ այստեղ բանալի բառը մենքն է, երբ որ շեշտում է, որ մենք պետք է հասնենք այս խաղաղության այստեղ։ Այստեղ էլի պետքա ավելի շատ խոսեմ մոդելների մասին։ Գիտեք, ես երևի տենց քաղաքական փորձագետ չեմ եւ չեմ վերցնում ինձ վրա պատասխանատվություն, ընդհանրենք ինչ-որ հստակ ուրեմն մոդելներ կամ սցենարներ ներկայացնել մեր հեռուստադիտողներին կամ մեզ հետևողներին, ես ավելի շուտ երևի փորձում եմ բացել այն ինչ որ ես եմ տեսնում եւ կիսվել դատողություններով այս հարցի վերաբերյալ, էլի պետքա մի քանի մոդելներ դիտարկենք, հա, ես պատրաստ եմ այդ ուղղակի իմ դատողություններով կիսվել։ Հիմա մոդել համար 1 կայանում է նրանում, որ Միացյալ Նահանգները եւ վարչակազմը Թրամփի եկել է այն օրակարգով, որ Միացյալ Նահանգները այսուհետ լինելու է աշխարհում խաղաղության ուրեմն առաջատարը եւ այդ Միացյալ Նահանգների ջանքերը ուղղված են լինելու համայն աշխարհում խաղաղության ուրեմն հասնելուն եւ այս խոսույթի, այս նարատիվի շրջանակներում Միացյալ Նահանգները փորձում է ուրեմն որոշակի ջանքեր գործադրել, որպեսզի նաև մեր տարածաշրջանում այդ խաղաղության գործընթացում ներդրում ունենա։ Ներդրում ունենա, թե ինքը լինի երաշխավորը։ Դա շատ կարևոր է հասկանալ, այսինքն մենք չգիտենք ինձ համար ամենայն դեպս դժվար է կանխատեսել, թե որքան մեծ է պատրաստակամությունը ուղղակիորեն ներգրաված լինել, որովհետև սա կարելի է լսել նաև որպես առաջարկ կողմերին բանակցային գործընթացը շարունակել Միացյալ Նահանգների միջնորդությամբ, այսինքն եթե մենք սա դիտարկենք որպես առաջարկ, ես շատ կուզենայի նման ուրեմն առաջարկ հնչել եւ կողմերը եւ Հայաստանը ամենայն դեպս համաձայներ այդ առաջարկին, որովհետեւ հակառակ դեպքում բավականին խոցելի վիճակում ենք, որովհետեւ չկա որևէ միջազգային երաշխավոր այս գործընթացին, իսկ առանց երաշխիքների, առանց միջազգային երաշխիքների, ելի եմ ասում Ադրբեջանի հետ բավականին խնդրահարույց է ինչ որ փաստաթուղթ կնքելը, եւ ես շատ կուզենայի, որ Միացյալ Նահանգները այս պատասխանատվությունը վերցներ իր վրա, ինչը բավականին մեծ իրականում պատասխանատվություն է եւ շատ կախված է նրանից, թե
Միացյալ Նահանգները որքանով պատրաստ կլինեն այդ խաղի մեջ մտնելու եւ որքանով Ադրբեջանը պատրաստ կլինի, որովհետեւ մենք տեսնում ենք, որ համենայն դեպս Բայդենի վարչակազմի ժամանակ Ադրբեջանը ուղղակի հրաժարվում էր այդ ձևաչափում որևէ քննարկումների մասնակցել, հրաժարվում էր եվրոպական հարթակներից։ Հիմա տեսնենք, եթե սա առաջարկ է, Հայաստանը միանշանակ պետք է դա ընդունի։ Ասում եմ, ունենք բավականին սահմանափակ տեղեկատվություն, մենք չգիտենք այդ խորհրդապահական, ուրեմն կանալներով ինչ խոսակցություն է գնում, ուրեմն որոշում կայացնողների հետ, նման արդյոք առաջարկ հնչել է ուղղակի Երևանին եւ Բաքվին, գիտենք, որ Բաքու այցելություն եղել է եւ նման խոսակցություն ենթադրում ենք, որ տեղի ունեցել է, չգիտենք Բաքվի վերջնական որոշումը, ամենայն դեպս այդ հայտարարությունը կարող է նշանակել, որ Ադրբեջանի, որ Միացյալ Նահանգները պատրաստ են նման ուրեմն միջնորդական ուրեմն դեր ստանձնելու, ինչը ասում եմ շատ կարևոր կլինի։ Եվ ես երկու մոդելն, այսինքն մի մոդելը կանում է նրանով, որ Միացյալ Նահանգները փորձում է ձեռքի հետ, հա, այսինքն եթե նման հնարավորություն իրեն կընձեռվի ինքը կանի, մյուսը ավելի մեծ շահագրգռվածությունն է Միացյալ Նահանգների տարածաշրջանում ազդեցություն ունենալու։ Ես շատ կուզենայի, որ դա երկրորդը լինի, չունեմ ցավոք սրտի այս պահին որևէ կոնկրետ ուրեմն ցուցիչ, որը խոսում է նրա մասին, որ այդ շահագրգռվածությունը կա, բայց միևնույն ժամանակ այստեղ էլ եմ շատ կարևոր համարում, որ համենայն դեպս Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև կա այդ ստորագրված ռազմավարական գործակցության խորհրդյան եւ սրա շրջանակներում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հետ այդ երկկողմ գործընթաց համենայն դեպս տեղի է ունենում եւ նաեւ այսինքն Հայաստանը փորձում է Միացյալ Նահանգների հետ այդ երկխոսություն եւ ուրեմն համատեղ գործընթացները իրականացնել, սրա մասին վկայում են այդ գալիք վարժական վարժանքները եւ այլն եւ չեմ կարծում, որ Հայաստանը, ես համոզված եմ, որ Հայաստանը չի հրաժարվի այդ հնարավորությունից։ Սա ինձ համար մի փոքր երևի լավատեսություն է ներշնչում։ Հիմա տեսնենք, եթե կրկնվեմ, եթե այս առաջարկը Միացյալ Նահանգներից հնչում է, տեսնենք Ադրբեջանը ոնց ուրեմն կարձագանքի սրան։